Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ։ Տեսնում եք վիդեոյում ինչպիսի համեղություն եմ այսօր ձեզ ներկայացնելու, անպայման նայեք մինչև վերջ, որպեսզի դուք էլ պատրաստեք, նորույթ է, պատրաստելու ենք գաթա փախլավա, այդպես է կոչվում մեր գաթան, որի համից ուղղակի ոչ մի բան չկա, որպեսզի համեմատվի այս գաթայի համին։ Այնպես որ փորձեք ու անպայման գրեք մեկնաբանություններում հավանեցիք թե ոչ։ Հիմա սկսում եմ պատրաստել։ Խմորը պատրաստում եմ շատ արագ, շատ հեշտ պատրաստվող է, բայց ուղղակի քայլեր կան, որ պետքա նայեք, որպեսզի այդպես պատրաստեք եւ ձեր մոտ էլ գաթան ստացվի։ Սկզբի համար հարում եմ դեղնուցները, չափաբաժինները ինչպես միշտ կլինեն ինֆոբոքսում, եթե չմոռանամ նաեւ կոմենտարիաների բաժնում։ Շաքարավազ եմ ավելացնելու, խմորի մեջ շաքարավազը քիչ է, քանի որ մեր միջուկը այսպես լավ քաղցր միջուկ է լինելու, դրա համար խմորը շատ քաղցր չենք անելու։ Հարկավոր է մեզ թթվասեր, կարագ, սոդա եւ ալյուր։ Շատ պարզ բաղադրիչներ։ Մինչ ես պատրաստում եմ խմորս, բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք, գրեք մեկնաբանություններ, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի նոր վիդեոները դուրս գալուց դուք էլ տեղեկանաք։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ բաժանորդագրված են եւ այսպես ակտիվ իմ վիդեոների տակ քննարկում են, մեկնաբանություններ են գրում, շատ հաճելի այսպես խոսքեր են գրում, շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, այդքան ճիշտ է բոլորիդ այսպես ես անձամբ չեմ ճանաչում, բայց անուններով բոլորիդ գիտեմ, շատ շնորհակալ եմ բոլորից։ Իսկ ովքեր որ նոր բաժանորդներ են, կցանկանա այդ նույնպես ծանոթանալ ձեր հետ, բոլորի հետ եւ շփվում եմ, ովքեր որ գրում են առանց որևիցե այսպես ժամանակ կորցնելու, ես բոլորին պատասխանում եմ, քանի որ ինձ թվում է, եթե ինչ-որ մեկը իր ժամանակը տրամադրում է իմ համար եւ գրում է մեկնաբանություն, ես պարտավոր եմ նույնպես իմ ժամանակը ներդնել եւ պատասխանել տվյալ անձնավորությանը։ Դրա համար ովքեր հարցեր ունեն, կարող եք գրել, ես շատ արագ պատասխանում եմ եւ այդպես կապի մեջ եմ լինում ամթաթ։ Այստեղ արդեն թթվասերին խառնեցի սոդան, մի փոքր փխրեցուցիչ, բայց եթե չունենաք փխրեցուցիչ, կարող եք մենակ սոդան խառնել։ Եվ ավելացնում եմ զանգվածին։ Ինձ մնում է ընդամենը ավելացնել ալյուրը եւ ստանալ փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Սկսում եմ ավելացնել ալյուրը, ալյուրն իմ մոտ արդեն մաղած է, եթե մաղած չէ, անպայման սկզբից մաղեք ալյուրը, նոր ավելացրեք, որպեսզի բնականաբար ալյուրի մեջ մեկ-մեկ լինում են այսպիսի ոչ հաճելի գնդիկներ, դրա համար անպայման մաղեք ալյուրը, նոր օգտագործեք։ Քանի դեռ հնարավոր է խառնել հարիճով կհարեմ, հարիճով կխառնեմ ալյուրը, նրանից հետո ձեռքով կհունցեմ, որպեսզի ստանամ փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Խմորս արդեն պատրաստ է, հունցեցի սեղանի վրա, այդպես ավելի հարմար է հունցելը, երբ որ արդեն մի փոքր պնդանում է մասան, լցրեք սեղանի վրա եւ հունցեք այսպիսի փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Եվ հիմա վերջում մի քանի անգամ այսպես հարվածում եմ սեղանի վրա, որպեսզի խմորի մեջ թթվածինը ավելի շատանա։ Հիմա կկլորեմ եւ կդնեմ ամանի մեջ։ Այդ ընթացքում արդեն ես պատրաստում եմ միջուկը։ Միջուկի համար մեզ հարկավոր է ընկույզ։ Ընկույզը մի փոքր ջեռոցի մեջ տապակել եմ, որպեսզի այսպես անուշ համ տա։ Այստեղ ունեմ հալած կարագ, ավելացնում եմ հիմա շաքարավազ, նույնպես այս
Սա պատրաստում եմ խորիզը, բայց ոչ սովորական խորիզ է սա լինելու, հիմա կտեսնեք։ Հալած կարագին ավելացնում եմ շաքարավազ, ավելացնում եմ ալյուր, բայց ոչ այն աստիճանի, որ խորիզը հավաքվի բռի մեջ եւ փշրվի, այսինքն չոր մասայի չենք վերածելու։ Հիմա մի րոպե խառնեմ ալյուրը եւ ցույց տամ, թե ինչպիսի տեսք ունի, որպեսզի շատ ալյուր չտակ։ Ինքը կրեմանման զանգված է ստացվում։ Հենց այդ զանգվածից էլ է, որ միջուկը այդքան նուրբ ու փափուկ է լինում։ Մեզ պետք է դա, այլ ոչ թե սովորական գաթայի խորիզը։ Խորիզը նույնպես պատրաստ է, ինքը փափուկ, այսպես ոչ շատ ձեռքերին կպչող, ոչ էլ ջրիկ զանգված ենք ստանում։ Հիմա ընկույզի վրա խառնում եմ շաքարավազը։ Ինչպես սկզբից ասացի, չափաբաժինները բոլորը կլինեն ինֆոբոքսում կամ կոմենտարյաների բաժնում։ Հիմա շաքարավազն ու ընկույզը կխառնեմ, ընկույզը կտրտել եմ ոչ շատ մանր, ոչ շատ մեծ կտորների։ Եվ այս մեր ընկույզի ու շաքարավազի զանգվածը հիմա կավելացնեմ խորիզի վրա։ Խորիզս արդեն պատրաստ է։ Տեսեք, ձեռքերով հեշտ կարող ենք խառնել, ինքը ձեռքերին չի կպչում, բայց սովորական խորիզ չի սա։ Ինքը փափուկ մասա է ստացվում։ Հիմա խորիզս կթողնեմ մի կողմ եւ կզբաղվեմ խմորով, քանի որ խմորն էլ արդեն հանգստացել է ընթացքում, երբ որ խորիզը պատրաստեցի։ Չափաբաժինները, որը ես գրելու եմ, կարող եք պատրաստել 2 փոքր գաթա կամ 1 ամբողջական, բայց եթե ցանկանում եք, որ ավելի շատ ստացվի գաթաները, պատրաստեք 2 չափաբաժին, քանի որ ասում եմ սկզբից, որ գաթաները շատ արագ վերջանում են այնքան համեղ են։ Հիմա կգնդեմ խմորը եւ կանցնենք գործի։ Արդեն ջեռոցս միացրել եմ, թխելու եմ 180 աստիճանի տակ։ Միացնում ենք եւ տաքացնում ենք ջեռոցը, քանի որ սառը ջեռոցի մեջ ոչ մի բան չենք թխում։ Գնդած գնդերը արդեն հանգստացան, հիմա ձեռքերով այսպես մի փոքր բացում եմ, ինքը այնքան փափուկ խմոր է ստացվում, որ ձեռքերով նույնիսկ կարող եք բացել, նույնիսկ գրտնակ չօգտագործեք։ Այսպես բացում եմ կողքերից հիմնական մասը, այս մեջտեղի հատվածը թողնում եմ մի փոքր խմորը հաստ, որովհետև հիմա եթե այդտեղ բարակացնենք եւ միջուկը դնենք մեջը, կարող է միջուկը ծակել խմորը։ Դրա համար այս մեջտեղի հատվածը մի փոքր հաստ ենք թողնում, իսկ կողքերը բարակացնում եմ։ Հիմա այսպես միջունքը նույնպես բաժանում եմ 2 մասի, աչքաչափով այսպես, եւ դնում եմ խմորի մեջտեղի հատվածը։ Ու այսպես հավաքում եմ ամբողջովին, խմորը փակում եմ։
Միլով սեղմում եմ, որպեսզի չբացվի եւ դնում եմ հանգստանալու, մինչեւ երկրորդ գունդը կպատրաստեմ։ Այդ կարին հատվածը անում ենք ներսի կողմը, տակն ենք թողնում։ Եվ նույն գործողությունը կրկնում եմ երկրորդ գնդի հետ։ Միանգամից բացում եմ յուղաթղթի վրա, այդպես ավելի հեշտ կլինի եւ ինձ կարիք չի լինի սեղանի վրայից տեղափոխել յուղաթղթի վրա։ Եվ հիմա գրտնակի օգնությամբ շատ կամած, որպեսզի չծակեմ, բացում եմ գաթան եւ բարակացնում եմ։ Իրեն տալիս եմ հաստություն մոտավորապես 1 սանտիմետր։ Նույնիսկ կարելի է մի փոքր էլ անել 1 սանտիմետրից էլ քիչ թողնել, որպեսզի գաթան բարձրանալու տեղ ունենա եւ բարձրանա ու գեղեցիկ լինի, այլ ոչ թե այսպես խմորի գունդ։ Դրա համար հիմա այսպես բացում եմ գաթած։ Մի լավ գեղեցիկ կլորացնում եմ եւ ձևավորում եմ վրայի մասը։ Ճիշտ է, կարող եք վրան չձևավորել ըստ ձեր ցանկության, բայց այդպես ավելի գեղեցիկ ու հաճելի է վայելելը մեր գաթան։ Քանի որ գաթան կոչվում է գաթա փախլավա, բնականաբար տալիս ենք փախլավայի ձև։ Հիմա կքսեմ դեղնուց միանգամից գաթայի երեսը, նոր կձևավորեմ։ Добрый вечер. А Гюльтен и Нармин где? Почему не обслуживают? Они обе хотели уволиться, и я их отпустила. Ну вот, ужин готов. И ты наверняка проголодалась. Ձևավորում եմ փախլավա ձև, այսպես կտորներ եմ անում, ամբողջովին չեմ կտրում, ուղղակի երեսի մասն եմ կտրում, որպեսզի կտրվածքը պահպանվի, եփելու ընթացքում չկորչի, դրա համար այսպես երեսի շերտը ոչ ամբողջովին կտրում եմ։ Եվ հիմա այսպես փախլավայի կտորներ եմ նույնպես կտրում։ Բնականաբար գաթան չի կտրվելու որպես փախլավայի կտորներ կտրվելու է սովորական գաթայի նման, ուղղակի սա գեղեցկության համար է, էլի եմ ասում, կարող եք այդպես չկտրել, այլ ուղղակի սովորական նախշեր անել գաթայի վրա։ Եվ հիմա այս կտորների վրա դնում եմ ընկույզներ։ Եվ գեղեցիկ է, եւ շատ համեղ, քանի որ ընկույզները ջեռոցում ավելի են այսպես համեղանում, իրենց այդ անուշ յուղահամա ավելի է վառ արտահայտվում եւ էլ ավելի համեղ է լինում գաթան։ Ну что это такое? Стой! Хазан!
Եվ այսպես գաթաս արդեն տեղափոխել եմ տապակի վրա, հիմա պատարակաղով անպայման ծակծկում եմ, այնպես ծակծկիկ, որպեսզի այդ ծակծկած տեղերը գաթայի տեսքը չգցի։ Մի փոքր այսպես ծակծկում եմ եւ ուղարկում եմ ջեռոց։ Դա անում եմ նրա համար, որպեսզի եփելուց գաթան այսպես անհավասար չբարձրանա եւ ավելի գեղեցիկ լինի։ Դե ինչ իմ առաջին գաթան հանել եմ ջեռոցից, հիմա ինձ մնում է վրան ծորացնեմ մեղր եւ եւս մի 5 րոպե ուղարկեմ ջեռոց։ Այնտեղ արդեն երկրորդ գաթան է պատրաստ, սպասում է, որ նույնպես եփի։ Տեսեք ինչքան գեղեցիկ ու ախորժալի տեսք ունի արդեն։ Բնականաբար համը ինձ թվում է բոլորդ էլ կփորձեք եւ կգրեք մեկնաբանություններում հավանեցիք թե ոչ։ Եվ այսպես իմ գեղեցկուհիները արդեն պատրաստ են, տեսեք ինչքան ախորժելի ու գեղեցիկ տեսք ունեն։ Հուսով եմ հավանեցիք տեսահոլովակը, կսպասեմ ձեր արձագանքներին անպայման։ Հիմա կտրեմ ներսի հատվածը ցույց տամ։ Դեռ ինքը տաք է, սառելու տեղ ունի, տեսեք ինչքան գեղեցիկ է, այդ միջուկի մասը ինչքան հավեսին, այսպես խրթխրթան գաթա է լինում։ Անպայման փորձեք, հաստատ չեք փոշմանի։ Խմորը շատ փափուկ է, միջուկը այսպես խրթխրթան, շնորհիվ շաքարավազի եւ ընկույզի, ուղղակի մի յուրահատուկ համ։ Դե ինչ այսօր այսքանը, սիրելի բաժանորդներ, վերջացնենք տեսահոլովակը, քանի որ արդեն շատ երկար է ստացվում։ Հուսով եմ հավանեցիք, հաջողություն, միշտ նոր հետաքրքիր հանդիպումներ։